2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, նաև 23 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում սպանդ է տեղի ունենում։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է վերացնել հայկական հետքն այնտեղից, որպես պատմամշակութային արժեքների օմբուդսմեն Արցախի, ինչ իրավիճակ է տեղեկացված եք, ինչ իրավիճակ է այսօր տիրում Արցախում։ Եթե նախկինում հիմնական թիրախավորումը Ադրբեջանի իշխանությունների պատմաճարտարապետական հուշարձաններն էին, ապա Արցախի ամբողջական բռնազավթումից հետո անցել են ամբողջական բնակավայրերի ոչնչացմանը։ Ցավոք սրտի վերջին ժամանակաշրջանում այդ գործընթացը ավելի մեծ ծավալների է հասել եւ տասնյակ բնակավայրեր ամբողջովին կամ մասնակի արդեն քանդված են։ Ադրբեջանի իշխանությունների նպատակը հայկական հետքը վերացնելն է Արցախի տարածքից եւ իբր ցույց տալով, որ այդտեղ հայկական ժառանգություն ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Եվ պետք է մենք հստակորեն արձանագրենք, որ այնինչ ոչնչացում է, դա զուտ հայկական մշակութային արժեք չէ։ Դա համամարտկային նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն է եւ այստեղ անալիքներ ունեն ոչ միայն համապատասխան մասնագիտական կազմակերպությունները հայկական, այլ նաև առաջնային մանդատ ունեցող միջազգային կառույցները, իդեմս ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կառույցների, ոչ թե պետք է բավարարվեն արարողակարգային բանաձևեր ընդունելով, այլ պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվի Ադրբեջանի դեմ կանխելու համամարտկային արժեքների ոչնչացումը Արցախում։ Պարոն Ավանեսով, ոչնչացված բնակավայրերի տեղում փոխարինող ինչ են կառուցում, տներ, եկեղեցիներն ինչ են անում, փոխում են մզկիթների, որ խնդրեմ տեղեկացված կլինեք, ինչ են անում բնակավայրերի, վանքերի, եկեղեցիների մատուրների հետ։ Ասենք նույն Ստեփանակերտում, երբ որ տասնյակ բնակելի թաղամասեր ոչնչացրեցին, այդ նաև պատմական նշանակություն ունեցող կառույցներ, հատկապես 19-րդ դարի վերջ 20-րդ դարից սկիզբ խոսքը Թումանյան փողոցի մասին է, որը Ստեփանակերտի պատմական դիմագիծն էր։ Այդ տարածքում Ադրբեջանը նախատեսում է կառուցել Չակերտավոր ասած հաղթանակի պարկը եւ մզկիթ։ Շուշիում հայոց ցեղասպանության, Արցախյան պատերազմի եւ հայերենական պատերազմի հիշատակին նվիրված համալիրի տարածքը, երբ որ ոչնչացրեցին, հարապարակած տեղեկատվության համաձայն այդտեղ եւս Չակերտավոր հաղթանակի պարկ, թանգարան եւ նաեւ մզկիթի ինչ որ տարածք է հատկացվելու։ Ամբողջովին ոչնչացված Քարինտակում մզկիթ է կառուցվում, ընդ որում Քարինտակ գյուղում հիմնովին նավիրվել է, այնտեղ կանգուն է մնացել եկեղեցին, որը մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել։ Նույն իրավիճակը Հադրութի շրջանի բնակավայրերում է, տասնյակից ավել բնակավայրեր հիմնովին կամ մասնակի ոչնչացված են։ Սուրբ Խազանչեցով եւ նույն Հադրութում կառուցում է դարձյալ մզկիթ, նույնը Բերձորում է տեղի ունենում, երբ որ ցեղասպանության պուրակի տեղը մզկիթ են կառուցում, ընդ որում այդ տարածքը համընկնում է նաև որոշակի առումով ոչնչացված Սուրբ Համբարձման եկեղեցու, այսինքն մերձակայքում Սուրբ Համբարձման եկեղեցին է եղել։ Ճիշտ է, մզկիթը սկսել են կառուցել մինչ եկեղեցու քանդելը, բայց պետք է նշենք, որ մինչև եկեղեցու քանդելը եւ մինչ այդ մզկիթի կառուցումը նախկինում հրապարակել էին նախագիծ Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Շուշիի տասնյակ անգամ վանդալիզմի է ենթարկվել միայն 2020 թվականից մինչև հիմա։ Երկու անգամ հոկտեմբերի 8-ին Գերճշգրիտ զենքով ռմբակոծություն, որի ընթացքում նաև միջազգային լրատվամիջոցի մեր գործընկերներն են վիրավորվել։ Այնուհետև կեղծ վերականգնման աշխատանքներ, որի արդյունքում վերջերս հրապարակած տեսանյութում հստակ երևում է, որ հայկական հետքը ամբողջովին եկեղեցուց ոչնչացված է։ Կանաչ ժամուի հետ կապված ինչ վիճակում է Ադրբեջանն այսօր։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է նաև կանաչ ժամ անունով, հիմնովին ոչնչացվել է, ինչպես Սուրբ Ամենափրկիչը կանաչ ժամը նույնպես մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել։ Պետք է այստեղ նշենք, որ եւ Սուրբ Ամենափրկիչը եւ կանաչ ժամը դեռևս 1920 թվականի
մարտին Շուշիում հայերի կոտորածների ժամանակ եւս թիրախավորվել են։ Ինչպես խորհրդային ժամանակահատվածում կանաչ ժամը որոշակի ժամանակահատվածում ձևափոխված էր այլ նպատակներով էին օգտագործում 90-ական մինչև Շուշիի ազատագրումը Սուրբ Ամենափրկիչը վերահացվել գրադկայանքների համար նախատեսված պահեստի։ Ինչ վերաբերում է կանաչ ժամին, մի քանի անգամ է վանդալիզմի ենթարկվել։ Նախ գմբեթն է պայթեցվել։ Այնուհետև սկսել են իբր վերականգնողական ճակերտավոր աշխատանքներ իրականացնել։ Դրան զուգահեռ Հովվատունը վերածվել է թեյարանի, իսկ հետո ոչնչացրել են ամբողջովին։ Երբ որ մենք ուսումնասիրեցինք Ադրբեջանի մշակույթի նախարարությանը պատկանող կայքեջերը, մենք հանդիպեցինք մի փաստի, որ կանաչ ժամը ներկայացված է որպես օրիորդաց վանք եւ ցույց է տրվում իբր թե եկեղեցին գոյություն ունի հիմա։ Այնինչ այդ եկեղեցին հիմնովին ավիրված է եւ դա փաստագրված է արբանյակային լուսանկարներով եւ տեղանքից հրապարակած տեսանյութերով։ Եվ նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, պետք է նշենք, որ 2020 թվականից մինչ օրս 600-ից ավել վանդալիզմի դեպք է տեղի ունեցել։ Վերջերս կրոնական ազատության մասին Ամերիկայի կազմակերպության հրապարակած զեկույցում, որտեղ անդրադառնում են հատկապես 19-րդ դարի գերեզմանների եւ այլ կառույցների ոչնչացմանը, հիմք ընդունելով Կովկասերի թեքֆոչի արբանյակային լուսանկարները եւ դրակից հրապարակումները, եւ վերջում ամփոփվում է, որ մասնագիտական խմբերի կողմից արձանագրվել է 570 վանդալիզմի դեպք։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանն ինչ վիճակում է այսօր։ Մենք պարբերաբար տեսանյութեր ենք տեսնում այդ հատվածից հրապարակած եղբայրական գերեզմանատան, որոշակի գերեզմանակարեր պղծվել են, ինչպես յուրահատուկ է Ադրբեջանին։ Պետք է նշենք, որ ինչպես մյուս մեր պատմամշակութային ժառանգությունը, մեր արժեքները, եղբայրական գերեզմանոցը եւս գտնում է վտանգի տակ։ Եվ ավելին Արցախում գտնող ցանկացած մշակութային արժեք գտնում է իսպար ոչնչացման վտանգի տակ։ Անկամ այն հուշարձանները, որոնք որ Ադրբեջանը ներկայացնում է որպես ռուս ուղղափառ եկեղեցի, որպես աղվանական եւ այլ վերագրումներ է տալիս, այդ եկեղեցիները, այդ կառույցները զերծ չեն մնում վանդալիզմի դեպքերից։ Կանաչ ժամը որպես ռուսական ուղղափառ եկեղեցի ներկայացում հիմա գոյություն չունի։ Սուրբ Ամենափրկիչը դարձել որպես ուղղափառ էր ներկայացվում, տեսանք ինչի վերածեցին։ Անկամ վերջին ժամանակահատվածում այնքան են այն այսչանի է հասել այդ կեղծարարությունը այդ եկեղեցու նկատմամբ, որ Սուրբ Ամենափրկիչը ներկայացում է նաև որպես աղվանական եկեղեցի։ Որպես աղվանական ներկայացվող Մոխրենեցի Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնովին ոչնչացված է, այնպես ինչպես ոչնչացվել է գյուղը ևս։ Դիցերնավանքը, որը դարձյալ ներկայացում է որպես աղվանական, սկզբից եզակի շուրթը ոչնչացրեցին, հետագայում հրապարակված կադրերում մենք տեսանք, որ որոշակի վնասվածք ունի խորանը եւ նման դեպքերը տասնյակ են։ Դրա վառապատություն նաև Ջուղայի գերեզմանոցի մեր հազարավոր պատմաճարտարապետական հուշարձանները, տեսեք, որը ադրբեջանական քարոզչամեքենան մինչև հիմա ներկայացում է որպես աղվանական, բայց իսպար ոչնչացրել են հազարավոր խաչքարեր եւ տեղը կառուցված է զինվորական զորավարժարան։ Եվ նույնը անում են Արցախի տարածքում։ Մեր ոչնչացած պատմաճարտարապետական հուշարձանների տեղը տարբեր կառույցներ են ի հայտ գալիս։ Ճանապարհաշինարական աշխատանքների քողի տակ են ընդամենը ինչը անում։ Պատմամշակութային արժեք ունեցող թանգարաններն ինչ վիճակում են, դրանք են վերածվել։ Շուշիում գտնվող մեր որոշ թանգարաններ բավականին վնասվել են։ Շուշիի գորգերի թանգարանը վերաբացվել է ճակերտավոր ասած, որտեղ ներկայացվող գորգերը իբր ներկայացում են ադրբեջանական գորգեր, իրականում այդ գորգերը Ադրբեջանի հետ ընդհանրապես որևէ աղերսներ չունեն։
Այդ նույն վտանգն է բոլոր թանգարանների հետ կապված, բոլոր արժեքների հետ կապված, որ Ադրբեջանը կամ յուրացնելու կամ ոչնչացնելու։ Միջազգային կառույցների հետ կապված ինչ աշխատանքներ են այս պահին տարվում։ Միջազգային կազմակերպություններին տարբեր ձևաչափերով զեկույցներ են ներկայացվում մեր գործընկերների կողմից, այդ թվում է մեր նախաձեռնությամբ տարբեր հանդիպումներ են ունենում Հայաստան ժամանած պատվիրակությունների հետ ներկայացնելով այդ փաստագրումները, տարբեր միջազգային ֆորումներում մեր գործընկերները այդ ամենի մասին ներկայացվում են։ Վերջերս Մատենադարանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում ենք հանդեսիկ համապատասխան զեկույցով եւ նաեւ տեսանյութ ցուցադրեցինք։ Վերջերս Հունաստանում տեղի ունեցած կարևոր միջոցառումներից մեկի ժամանակ մեր գործընկերուին Արմինե Տիգրանյանը մեր գրասենյակի պատրաստած տեսանյութը, որտեղ որ հստակ տեսակադրերով երևում է թե ինչպես են կրակում մեր խաչքարերի վրա, ինչպես են զինվորական տեխնիկա օգտագործելով խաչքարեր ոչնչացնում կամ այլ տեխնիկա կիրառելով մեր ժառանգությունը ոչնչացնում, այդ տեսանյութը եւս այդ միջոցառման ընթացքում ցուցադրվել է։ Արձագանքն ինչպիսին է։ Պետք է ասենք, որ այն արձագանքը, ինչը ստանում ենք, բավական չէ, քանի որ այդ ամեն ինչը արարողակարգային բնույթ է կրում։ Մինչև Ադրբեջանը որպես ցեղասպան պետություն, որպես համաշխարհային մշակութային ժառանգության թշնամի չդատապարտվի եւ պատժամիջոցներ չկիրառվեն, ինչպես անհատապես նույնական այն անձանց նկատմամբ, որոնց հնարավոր է նույնականացնել, քանի որ վանդալիզմի այդ դեպքերը ամբողջովին մեծ մասը տեսագրում են, հատկապես Ստեփանակերտում տարբեր շինությունների ոչնչացման կադրերը կան եւ այլ ապացուցողական հենք ունեցող կադրեր կան, որտեղ այդ վանդալիզմը իրականացնողները անձիկ երևում են։ Այդ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործեր չառուցվում։ Մինչև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառվի ներկայացնելով իրենց որպես ռազմական հանցագործներ, իսկ քանի որ նաև համաձայն Հռոմի ստատուտի նաև մշակութային ժառանգության ոչնչացումը նաև համարում է ռազմական հանցագործություն։ Մինչև այդ ամենը տեղի չունենա, զուտ բանաձևերը, արարողակարգային հայտարարությունները լուրջ ազդեցություն չեն ունենա։ Մի կարևոր հանգամանք էլ կա, Հայաստանի իշխանությունները եւս պետք է խոսեն այս մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ցավոք սրտի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող այդ վանդալիզմի դեպքերը եւ մեր գերիների հիմնախնդիրը այս իշխանությունների համար որևէ արժեք չունեն։ Ցավոք սրտի։ Այս ամենը մնացել է մասնագիտական խմբերի ուսերի վրա, առանձին անհատների վրա եւ գոնե եթե չլինի եկեղեցու դերը գործնեությունը այս առումով, որ բավականին աշխատանքներ տանում են ի թիվս մասնագիտական խմբերի, իդեմս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսությանը մենք առավել խայտարակ վիճակում կլինենք, բայց պետությունը իր ողջ դիվանագիտական ներուժը պետք է օգտագործի տարբեր հարթակներում։ Այս կողմ եկեք, էլի խեք խանգարում։ Ոչ։ Ու ասեք մինչև պետությունը։ Մինչև իր ողջ դիվանագիտական ներուժը չկիրառի տարբեր երկրներում համապատասխան գործունեություն ծավալելով, անընդհատ խոսելով Արցախում համամարտկային ժառանգության ոչնչացման մասին, մենք այդ դեպքում էլ մեծ արդյունքների կարող ենք հասնել։ Այն բանաձևերը, որ միջազգային կազմակերպությունները կառույցները ընդունում են, դա պետք է իրավական եւ դիվանագիտական լուրջ գործիք դառնան։ Ոչ թե առանձին դեսպաններ, որոնք որ իրոք իրենց դիվանագետի կոչմանը հավատարիմ, իրենց գործուղված երկրներում համապատասխան աշխատանքներ են տանում, կլինի Հունաստանում, կլինի Բելգիայում կամ որոշ դեպքերում հատուկ կենտ, այլ դա պետք է համատարած լինի։ Եվ պետք է մենք հստակորեն նշենք, փաստենք մի բան, որ այն ինչ տեղի է ունենում Արցախում,
մենք գործ ունենք աշխարհի մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եթե ուսումնասիրում ենք աշխարհագրություն, ուսումնասիրում ենք ծավալներ, ուսումնասիրում ենք ոչնչացված ամբողջական կամ մասնակի ոչնչացված բնակավայրերի քանակը, բնակելի թաղամասերի քանակը, այդ ամեն ինչը ակնհայտ է դառնում։